Գյումրին չի խաղում իր սրբությունների հետ։ Եվ հենց այս օրերին, երբ մեր քաղաքի վերքը կրկին հիշեցրեց իր մասին, դուք, Գյումրիի հոգևորականները, կանգնեցիք այնպես, ինչպես կանգնում են սրբավայրերը, լուռ, սակայն անսասան։ Ձեր կայացած որոշումը չմասնակցել Փաշինյանի կողմից կազմակերպված պատարագին դարձավ ոչ միայն հոգևոր քայլ, այլ մարդկային արժանապատվության բարձրաձայնում։ Դուք լսեցիք քաղաքի ցավը, զգացիք ժողովրդի նողկանգը։ Գյումրեցիները հաղթեցին, ես հաղթեցի, դուք հաղթեցիք։ Հաղթեցինք, որովհետև դուք չլռեցիք։ Հաղթեցինք, որովհետև դուք չդավաճանեցիք ձեր սեփական հոտին։ Հաղթեցինք, որովհետև դուք ընտրեցիք հոգևոր ճշմարտությունը, ոչ թե քաղաքական անհասկանալի ներկայացումը։ Շնորհակալություն ձեզ, որ հավատարիմ մնացիք այն եկեղեցուն, որն առաջին հերթին մարդկանց սրտերում է։ Իսկ մենք ունենալու ենք մեր ձևով իրական ու միասնական Հայաստան։